Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 26-ն է եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում կրկին կենտրոնանալու ենք Հայաստանում տեղի ունեցողի վրա, բայց քննարկելու ենք նաեւ միջազգային կարևոր հարցեր, քանի որ գիտեք հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով էր տեղի ունեցել եւ բազմաթիվ կարևոր հայտարարություններ են հնչել, որոնք որ վերաբերվում են ոչ միայն Ուկրաինային, կարծում եմ կվերաբերվեն նաեւ մեզ եւ ընդհանուր առմամբ աշխարհի անվտանգության ճարտարապետությանը։ Բայց ավանդաբար սկսում ենք Հայաստանին վերաբերող թեմաներից, հիշեցնեմ անպայման լայքերի մասին, քանի որ լայքերը իրոք շատ կարևոր են, որպեսզի մեր տեսանյութները շատ արագ ձևով տարածվեն։ 2 օր է ամենայն անկեղծությամբ ինձ անհանգստացնում է ինչ-որ տեղի ունենում Հայաստանում, եւ հիմա արդեն ավելի պարզ է դառնում, թե ինչպիսի լուրջ ծրագիր էին պատրաստվում իրականացնել այդ խմբերը, նաև որոշ եկեղեցականների մասնակցությամբ եւ ղեկավարությամբ, ինչը իրոք շատ մեծ ցավ եւ մտահոգություններ է առաջացնում։ Այս մասին խոսել եմ, կրկին կխոսեմ, ասեմ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն որոշում է կայացնելու 16 հոգու կալանքի տակ թողնելու համար, այդ թվում նաև Բագրատ Գալստանյանին, համոզված եմ բավականին լուրջ մեղադրանքներ են առաջադրվելու, 3 հայտարարությամբ էր հանդես եկել Էջմիածնի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական էջը Facebook-յան, բնականաբար բարձր ովքեր են գրել այդ էջի վրա եւ ինչ են հրապարակել, ես կարծում եմ, որ իրական Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը եւ կարծիքը այլ է, բայց քանի որ այս վայրդրությամբ կարծիք են հայտնում նրանք, ովքեր որ չեն արտահայտում իրականում Մայրաթորի կարծիքը, այդ իսկ պատճառով այդպիսի հայտարարություններ մենք ունենք եւ հանցագործներին հստակ արդարացնելու փորձ է արվում Մայրաթորի կողմից։ Այդ ամենին արձագանքել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նա ասել է, որ ինչ իրավունք ունեն դրանք, ովքեր որ խախտել են կուսակրոնությունը, խոսել արդարությունից։ Եվ այդ խումբը նա նշում է, որ իրավունք չունի հայտարարություններ անել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անունից։ Ու վերջում նաև Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է արդեն հստակ, որ եթե նրանք կամավոր սկզբունքով չհեռանան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, ապա հայ առաքելական եկեղեցու հետևորդները նրանց դուրս կհանեն եկեղեցուց։ Եվ այս հայտարարությունից մենք հստակ հասկանում ենք, որ լարվածության միտում կա ընդհանուր առմամբ, թե Մայրաթորի հայտարարությունից, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հստակ դա է երևում, բայց տեղի ունեցածը ախր սովորական բան չէր։ Բագրատ Գալստանյանի ձայնագրությունները սովորական բան չէին։ Միջարից փորձել են արհեստական բանականության երևի միջոցով կեղծել Նիկոլ Փաշինյանի ձայնը, թե իբր ինչպես է ինքը հրահանգներ իջեցնում, որպեսզի բոլորին ձերբակալեն եւ ինչ ձև պետք է ձերբակալեն, ինչ գործեր պետք է իբր կարեն նրանց վրա որ ձերբակալեն, ասեմ միանգամից որ շատ հեշտ է պարզել եւ հասկանալ, որ իրականում դա Նիկոլ Փաշինյանը չէ, նրա առոգանությունը չէ, ձայնը մի փոքր նմանեցրել են, խոսքերի ոճը մասամբ նմանեցրել են, բայց միանգամից պարզ է դառնում, որ այդ հայտարարության հեղինակը Նիկոլ Փաշինյանը չէ։ Ձայնի նմանությունը կա, բայց ոչ այդ աստիճանի առոգանությունը, խոսելաոճը, այս պարագայում շատ հանդարտ խոսելաոճ էր, Փաշինյանը նման խոսելաոճ չունի, ոչ մի ձևով չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի խոսելաոճին, այսինքն այդպիսի ապատեւի կատաղություններ եւս տարածվում են եւ հիմա կփորձեն անպայման ասել, որ Բագրատ Գալստանյանի այդ ձայնագրությունը եւս կեղծված է, այնինչ չի համապատասխանում իրականության, իրականում կեղծված չէ եւ կարծում եմ բոլորն էլ, ովքեր որ լսել են Բագրատ Գալստանյանի հայտարարությունները եւ խոսակցությունը, 100-ից 100 կհասկանան, որ իրոք Բագրատ Գալստանյանի խոսքերն են այդ խոսքերն, այսինքն համեմատելու բան չի, արհեստական բանականությունը շատ բան է կարող անել, բայց ոչ բոլորն են կարող նորմալ օգտվել արհեստական բանականությունից եւ շատ հեշտ է նաեւ տարբերել հասկանալ, թե որն է արված արհեստական բանականության միջոցով եւ որը չի արված արհեստական բանականության միջոցով։ Սակայն ամենակարևորը դա չէ, սիրելի հայրենակիցներ, այլ այն է, որ այդ խառնաշփոթը, որը որ կա Հայաստանում եւ մի քանի տարի է կա, շատերը փորձում են Փաշինյանին մեղադրել, ասելով, որ ինքն է եկել բաժանում է սպիտակների եւ սևերի։ Իրականում այդ process-ները տեղի ունենում նաեւ Վրաստանում, այդ process-ները
տեղի ունենում նաև այլ երկրներում հետխորհրդային, եւ սա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Ռուսաստանը շատ բարդ, ահռելի ճնշում է գործադրում մեր երկրների վրա, շատ լուրջ ճնշում կա, եւ դա է պատճառը, որ այդպիսի լուրջ բաժանում է առաջացել հասարակությունների միջև։ Մի պահ պատկերացրեք, սիրելի հայրենակիցներ, եթե մենք նույն խնդիրները ունեցել ենք, ասենք 4-րդ, 5-րդ դարում, 8-րդ, 9-րդ, 10-րդ դարերում, երբ որ մեր մեջ փորձում էին սեփ խրել, աշխատել մեր ժողովրդի վրա, դավաճաններ գտնել, դավաճաններ սնուցել, ապա ինչքան ավելի հեշտ է հիմա այդ ամենը իրականացնելը, քանի որ կան հստակ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հիբրիդային պատերազմ է մղում հասարակության դեմ այդ սև ուժը, եւ շատերը չեն կարող թացի չորից տարբերել, շատերը չեն կարող, եւ հիմա այդ թուրք հասկացողության վրա թուրքը մեր թշնամին է, թուրքը մեր հակառակորդն է, իսկ Նիկոլ Փաշինյանը իբր Թուրքի բարեկամն է, այդ սուտ կեղծ տեղեկություններով հասարակ մարդկանց վրա, որոնք որ քաղաքականությունից հեռու են, շատ հեռու են, նրանք ասում են, հա, երևի թե այդպես էլ կա, քանի որ Փաշինյանը ուզում է պայմանավորվել, ահա Արցախը այլևս չկա, փաստացի ասում են Փաշինյանը հանձնեց Արցախը, այսինքն շատ հեշտ է ազդել պրիմիտիվ ուղեղ ունեցող մարդկանց վրա, եւ նույնիսկ ինչ որ չափով խելացի մարդկանց վրա եւս մասամբ ազդում են, քանի որ երբ որ անընդհատ տարբեր ալիքներով նույն բանն են փորձում ասել, դու ինքդ էլ արդեն խճճվում ես, սկսում ես հավատալ, բայց մենք պետք է իրոք փորձենք թացը չորից տարբերել, հասկանալ, որ Հայաստանի դեմ մեղվում է տեղեկատվական պատերազմ։ Հիշում եք Քոչարյանը ասում էր քոքից կմաշենք։ Այդ քոքից մաշելը Ռուսաստանը մեզ քոքից մաշում է, երբ որ ասում է թուրքը քո թշնամին է, դու պետք է մինչև վերջ լարվես թուրքի դեմ, ադրբեջանցու դեմ։ 3 միլիոնանոց ազգը, որը որ երկու կողմի շրջափակման մեջ է, Ադրբեջանը 10 միլիոն է, Թուրքիան արդեն 80 միլիոնի է հասնում, պատկերացրեք, մեզ անընդհատ սերմանվում է թշնամություն։ Հա, հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել եւ դա տեղի ունեցել Թուրքիայի պատճառով, թուրքերը միշտ էլ թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, բայց կան պահեր, որ մենք մեր միջից պետք է այդ թշնամությունը կարողանանք զսպել, հանուն նրա, որ մենք կարողանանք գոյատևել եւ ամրանալ որպես պետություն կայանալ։ Իսկ Ռուսաստանի ցանկությունը այն է, որ այդ թշնամանքը միշտ լինի եւ շատ ուժեղ լինի, այսինքն այն չափաբաժինը, որը որ կա բնականորեն արդարացված մեր ժողովրդի մեջ, դա շատ քիչ է ռուսների համար։ Պետք է որ մի քանի անգամ կրկնապատկված ավելի լինի այդ թշնամանքը, որպեսզի ինքը կարողանա ներկայություն ունենալ Հայաստանում։ Հակառակ պարագայում ինքը չի կարող լինել Հայաստանում, բայց իրեն շատ քիչ է մտահոգում այն փաստը, որ դրա արդյունքում այդ քոքից մաշվելու process-ը կգնա մեր ազգի մեջ եւ մենք որպես ազգ եւ պետություն կոչնչանանք։ Հուսով եմ պարզ եմ փորձում բացատրել, սրանից պարզ արդեն դժվար է բացատրել։ Կրկին նշեմ, հայոց ցեղասպանության պատճառով մեր ժողովուրդը այսպիսի տրամադրվածություն ունի Թուրքիայի նկատմամբ եւ թուրքերի նկատմամբ, Սումգայիթի պատճառով, Արցախում տեղի ունեցածի պատճառով, ահա այսպիսի վերաբերմունք կա Ադրբեջանի նկատմամբ եւ շատ անգամ եղել է որ թե Թուրքիան թե Ադրբեջանը նենգաբար խաբել են մեր ժողովրդին, այդ ամենը կա մեր պատմության մեջ, այդ թշնամանքը բնական ձևով կա մեր ժողովրդի մեջ, բայց այդ թշնամանքը օգտագործելը, դա ավելիով ավելացնելը եւ ներքին պայքարի process տեղափոխելը, դա արդեն քաղ տեխնոլոգիաներ են, որոնք որ կիրառվում են ընդդեմ մեր ժողովրդի։ Ամենայն անկեղծությամբ պես Հայաստանում որևիցե թուրքական ուժ չեմ տեսնում, նույնիսկ 5-րդ շարասյունը, որը որ հավատարիմ ծառայում է Ռուսաստանի Դաշնության եւ Ռուսաստանի Դաշնության միջոցով ծառայում է ինչ-որ միտեղ Թուրքիային եւ Ադրբեջանին, այսինքն իրենք չեն էլ հասկանում, որ Թուրքիային եւ Ադրբեջանին են ծառայում, բայց քանի որ ծառայում են Ռուսաստանի Դաշնությանը ուլտրաազգային լոզունգներով, նրանք նպաստում են Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց ուղիղ կոնկրետ ծառայող Հայաստանից քաղաքական ուժ ես չգիտեմ։ Եվ առավել եւս Հայաստանի իշխանությունների մասով է դա այդպես։ Հայաստանի իշխանությունները ուղղակի շատ լավ հասկացել են նույն Նիկոլ Փաշինյանը 20 թվականից հետո էլ նորմալ անել չէր երևի թե անցալել այդ ճշմարտությունը, բայց հետո 22-23 թվականին ամբողջովին անցալեց թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ, ինչպես են Հայաստանը օգտագործում այս մեծ խաղի մեջ եւ թե ուր է տանելու Հայաստանին այդ ճանապարհը, դրա համար ինքը սկսեց դիրքորոշումային փոքր փոխել,
մեղմել եւ հիմա ձգտում է որպեսի խաղաղության պայմանագիր հաստատվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Իսկ դա մահ է Ռուսաստանի ներկայության համար Հայաստանում։ Դա մահ է Հայաստանում Ռուսաստանի ներկայության համար, իրենց բազմաբազայի ներկայության համար, եւ հետեւաբար նրանք պետք է նախաձեռնեն այդպիսի հեղաշրջման փորձեր, որպեսզի նշանակեն այնպիսի մարդկանց, որոնք որ ամբողջովին կենթարկվեն Ռուսաստանի Դաշնությանը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, գործընկերային հարաբերություններ եւ պատրաստ չէ որևիցե քայլ անել ընդդեմ Ռուսաստանի շահերի, դա չի բավարարում Ռուսաստանի Դաշնությանը։ Սա է խնդիրը։ Նրանք ուզում են ունենալ այնպիսի մարդ իշխանության գլխին, ում ինչ հրահանգեն, նա առանց մտածելու այդ ամենը անի։ Բայց այսօրվա Հայաստանի իշխանությունները նման կերպ չեն վարվում, չնայած որ կրկնեն բավականին լավ հարաբերություններ են փորձում պահպանել նույն Ռուսաստանի հետ, հասկանալով թե ինչ վտանգներ կարող է ունենալ Հայաստանը, եթե նման ձև իրեն չվարվեն։ Բայց խնդիրը նրանում է, որ հիմա եթե այս process-ները վերջնական տապալվեն Հայաստանում, այսինքն հեղաշրջման փորձերը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կարող է գնալ երկու սցենարով։ Առաջինը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել մեղմել իր դիրքորոշումը, գնալ մի փոքր այլ ճանապարհով կարգավորել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ, բայց դա քիչ հավանական է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է վերաստեղծել Խորհրդային Միությունը, ճիշտ է կարող է Խորհրդային Միություն չլինի այդ անվանումը, եւ այդպես էլ կա, ուրիշ անվանում կհորինեն, բայց նպատակը դա է, որպեսզի Հայաստանը, Վրաստանը, հնարավոր նաեւ Ադրբեջանը, չնայած Ադրբեջանի հետևում Թուրքիան է կանգնած, դառնան իրենց մաս, իրենց կայսրության, իրենց գուբերնիայի, իրենց թագավորության, ինչպես ուզում եք անվանեք, բայց գաղափարը նույնն է, որպեսզի այս երկրները ղեկավարվեն Կրեմլից եւ հետեւաբար քանի այդ ծրագիրը կա եւ քանի Կրեմլը ունի ազդեցություն մեր հայրաքելական եկեղեցու վրա, ցավով եմ սա նշում, որոշ կուսակցությունների վրա, որոնք որ ազդեցություն ունեն ներքաղաքական դաշտի վրա, լրատվամիջոցների վրա, հասարակական կազմակերպությունների եւ որոշ ազդեցիկ մարդկանց վրա, այս ներքին պայքարը եւ խառնաշփոթը շարունակվելու է Հայաստանում։ Սա չափազանց կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք։ Այսինքն այս process-ները միայն ներհայկական process-ներ չեն, սրանք դրսից են ուղղորդվում եւ այնինչ կատարվում է աշխարհում ուղիղ ազդեցություն ունի այս գործընթացների վրա։ Այն խառնաշփոթը, որ կա հիմա Ուկրաինայում, ուղիղ ազդում է մեր վրա։ Դրա համար էս այդքան երկար ժամանակ է մեկ-մեկ հատկացնում Ուկրաինային, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ։ Հույսով եմ պարզ էր, սիրելի հայրենակիցներ։ Հիմա մի քանի բառով անդրադառնամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Կարևոր է նշել, որ այնտեղ հանդիպում տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Զելենսկիի միջև, հանդիպումը տևել է մոտ 40-ից 50 րոպե։ Թրամփը շատ գոհ է եղել այդ հանդիպումից, ասում է, որ ուզում է տեսնել Զելենսկիին եւ իմանալ ինչպես է նա, ասում է, որ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է մոտեցնել խաղաղությունը, Զելենսկին է ասում, բայց ընդհանուր առմամբ Թրամփի ասածով նրանք չեն քննարկել պատերազմի դադարեցման հարցը, չնայած որ վերջում նաև Թրամփը ասել է, որ հնարավոր է այս հանդիպումից հետո ինքը հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ ինչն է այստեղ կարևորը, Զելենսկին փորձել է համոզել Թրամփին, որպեսզի հակաօդային պաշտպանություն տրամադրի Ուկրաինային, եւ ընդհանուր տպավորություն կա նաև Եվրամիության ղեկավարների հետ, երկրների ղեկավարների հետ հանդիպումից, որ Դոնալդ Թրամփը կամաց-կամաց սկսում է փոխել իր դիրքորոշումը եւ եվրոպական առաջնորդներն էլ ավելի սովորել են, թե ինչպես կարելի է ճիշտ խոսել Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի հասնեն նպատակի, սկսել են շատ գովաբանել Թրամփին, ասելով, որ Իրանում բավականին լուրջ հաջողություն է Ամերիկայի Միացյալ Նահանգները գրանցել եւ այդ խոսակցությունները կարծես դրական ազդեցություն են ունեցել Դոնալդ Թրամփի վրա, նա շատ ողջավորված էր նրանից, որ երկրները ի վերջո համաձայնել են 5%-ի հասցնել իրենց բյուջեներից ՆԱՏՕ-ին եւ զինված ուժերին տրամադրվող միջոցները միայն Իսպանիան է ընդդիմանում եւ Թրամփը սպառնացել է Իսպանիային, երևի թե մաքսատուրքեր փորձեն մտցնել Իսպանիայի նկատմամբ, եթե կարճ ասեմ, ՆԱՏՕ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները, Եվրամիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերությունները թեթև ջերմանում են եւ արդեն Թրամփը սկսել է
մտածել այն մասին, թե ինչպես կարելի է Ուկրաինայի շուրջ լուծման գնալ, բայց ոչ այն սցենարով, որը որ երևի թե նախկինում կար։ Քանի որ հասկացել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միայն կապիտուլյացիա է ուզում, Ուկրաինայի կապիտուլյացիա, իսկ ինքը բավականին լուրջ շահեր ունի նաև այդ հազվագյուտ մետաղների մասով եւ ոչ միայն, եւ նաև Եվրոպայի անվտանգության մասին է սկսել խոսել, քանի որ եվրոպական երկրները կրկնեմ գնացին այն որոշմանը, որ իրենց բյուջեից 5% են հատկացնելու իրենց ռազմական ուժերին։ Եվ Թրամփը ասել է, որ ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի 5-րդ կետին, դրա համար ինքը այստեղ գտնվում, հանդիպում է ունենում եւ դրանից բացի կարևոր է, որ եվրոպական երկրների առաջնորդները սիրելով իրենց երկրները բարձրացրել են իրենց գլուխները եւ նրանք ցանկանում են, որ իրենց երկրները պաշտպանված լինեն ու իրենց պետք են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն հայտարարությունների մակարդակով Թրամփը հաճախ է փոխում իր դիրքորոշումը, բայց այդտեղ ընդհանուր առմամբ շատ պոզիտիվ հայտարարություններ է հնչեցրել Դոնալդ Թրամփը։ Թրամփը նաև հայտարարել է, որ մենք հաջորդ շաբաթ ասել է կխոսենք Իրանի հետ, կարող ենք նաև համաձայնագիր ստորագրել, բայց ասել է, որ ինձ ոչ մի համաձայնագիր չի հետաքրքրում, բացի միջուկային ծրագրից։ Իմիջիայլոց հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ է քննարկվում, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացել են խոցել ոչնչացնել ատոմային ծրագիրը Իրանի, թե չէ, հատուկ ծառայությունները իրար հակասող հայտարարություններ են անում, բայց նաև քիչ առաջ հետաքրքիր տեղեկություն ստացանք այն մասին, որ Իրանի արտգործնախարարության աշխատակիցը, թե չեմ սխալվում, մամլո խոսնակը փաստացի հաստատել է, որ բավականին լուրջ վնասվել են Իրանի ատոմային օբյեկտները, եւ հիշում եք մեր նախորդ վերլուծությունները, ես կապված եմ այն մտքին, որ հիմա Իրանը գնալու է պայմանավորվածությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ ինքը չի վերսկսելու իր ատոմային ծրագիրը եւ դրա դիմաց Ամերիկայի Միացյալ Նահանգները հանելու են այդ պատժամիջոցները Իրանի վրայից, ինչը բնականաբար մեծ համար շատ լավ է։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։